Բայց դա պետք է պատգամավորի որոշման նախագիծը պետք է ֆրակցիայի անունից լինի։ Չէ, պատգամավորի։ Հենց է, սա այն դեպքն է։ Դե խմբակցություն ազգային ժողովի այս դեպքում գոյություն չունի, ստե մեկ պատգամավոր կարա սկսի։ Ասենք օրինակ, եթե ես հիմա ազգային ժողովի պատգամավորն եմ, ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես կգրեի վարչապետի անուն իմ համար նախընտրելի, ով որ իմ կարծիքով այս պահին ճիշտ կլներ, որ փոխարիներ Նիկոլ Փաշինյանին, նրա անունը կգրեի որպես վարչապետի տեխնացու եւ կմեկնարկեի գործընթաց։ Իդեպ ասեմ, ստե վարչապետի անվանումը այդքան կարեւոր չի հաջորդ վարչապետի, որովհետեւ այս գործընթացը չի կոչվում այսինչանին վարչապետ ընտրելու գործընթաց։ Էսի կոչումը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ուղղակի սահմանադրության պահանջն է, որ պիտի լինի վարչապետի տեխնատու, այսինքն գլխավոր խնդիրը ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելն է, այլ գլխավոր խնդիրը վարչապետին հեռացնելն է։ Որ նաև դա է էական, որպեսի կոնսոլիդացիա լինի ձեր նախաձեռնության շուրջ, այսինքն ով կլինի վարչապետը։ Այ օրինակ փողոցային շարժում լինի, մարդիկ իմանա, որ Նիկոլին հեռացնում են, գալիս է ուրիշ մեկը, Վալոդը։ Բայց այդ Վալոդի շուրջ բան չանեն, չհամախմբեն այդ մարդիկ իմանան Նիկոլին։ Բերեք սենց էլի, մենք ասեմ ձեզ, որ այս գործընթացին վերաբերվում ենք չափազանց մեծ լրջությամբ եւ պատասխանատվությամբ։ Եվ այս լրջության եւ պատասխանատվության հիմքը որ ոչ մի անօրինական պահանջ չունենք, ոչ մի լրացուցիչ պահանջ չունենք, ոչ մի նոր մտահաղացում չունենք, քան այն ինչ որ գրած է մեր երկրի սահմանադրությամբ։ Օրինակ այն ինչ որ դուք ասում եք, որ փողոցային պահանջ ճնշում, բան, սահմանադրության մեջ էդի ոչ մի տեղ գրած չի։ Այսինքն ոչ միտեղ գրած չի, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար պետք է փողոցում լինի մեծ թվով մարդիկ, որոնք շրջափակեն ազգային ժողովի շետ, այս պահանջ գրած չի։ Այսինքն ազգային ժողովի падգամավորները դա պիտի անեն առանց որևէ մեկի, եթե սեփական կամքով դժվար անեն։ Չէ, հիմա լսեք։ 4 տարի չեն արել, հիմա դժվար անեն, էլի։ Այն է հատկապես ԿՊԱ-ականները։ Չէ, Նարեկ Մալյանը օրինակ ասում էր, որ փողոցային պայքարը պետք է զուգահեռ լինի եւ փոխկապակցված է միմյանց։ Նարեկ Մալյանի ասածը տրամաբանական է այն իմաստով, որ եթե, նայեք, ինչով է, դա տրամաբանություն, այսինքն այս պահին տեսեք այսօր օրինակ մենք այս նամակները հանձնելու ես, բացի լրատվամիջոցներից որևէ մեկի չենք հրավիրել, այսինքն պիկետ չենք կազմակերպեցու, որովհետև դրա կարիքը չկա, մարդկանց անհանգստացնելու կարիք չկա։ Հիմա մենք ընդամենը նամակ ենք հանձնում, դրա համար պետք չի որ այստեղ 1000 մարդ կանգնի, տենա թե մենք ոնց ենք նամակ հանձնում։ Հիմա եթե պարզվի, որ ազգային ժողովի падգամավորներ, անկախ դրանից որ խմբակցության, այս գործընթացը չեն անում, այդ ժամանակ մենք ինքներս կդիմենք հանրությանը, կասենք սիրելի ժողովուրդ, մենք որպես ժողովուրդ այս իշխանության տերն ենք։ Հիմա ունենք հանրային ծառայողներ, որոնք իրենց պարտականությունները չեն ուզում կատարեն, բերեք հավաքվենք, այս մարդկանց խնդրենք, որպեսզի իրենք իրենց պարտականությունը կատարեն։ Եվ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կունենան այդ քաղաքացիական գիտակցումը, որոնք ոչ թե հաշտվում են իրողությունների հետ, որ իրանք ԿՊ-են, իրանք ինչ ուզեն էտել կանեն, իրանք նվիրված են Նիկոլ Փաշինյանին։ Այդ ձևակերպումները մեր սահմանադրության մեջ չկա, հակառակ մեր սահմանադրությամբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ հաշվետու ազգային ժողովին, Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ պարտավոր կառավարության ծրագիրը կյանքի, այսինքն մեր բոլոր պահանջները միայն օրինական սահմանադրական։ Հիմա մենք այն պահի Նարեկ Մալյանի ասածը իմ ասածին չի հակասում։ Եթե մեր падգամավորները ոնց որ սահմանադրության 94 հոդվածը առանց կաշկանդվածության, սեփական խղճով, համոզմունքներով, սեփական գիտակցությամբ կկարդան կառավարության ծրագիրը, կլսեն վարչապետի հայտարարությունները, կհամադրեն, կտեսնեն, որ դրանք շեղված են եւ նախաձեռնություն կցաբերեն վարչապետին անվստահություն հայտնելու համար, այդ որոշումը կկայացվի առանց հանրային աջակցության։ Եթե պարզվի, որ դրա համար պետք է հանրային աջակցություն, ապա ես կարծում եմ, որ մենք էլ կոչով հանդես կգանք, որպեսզի մեր պես մտածող մարդիկ, ովքեր մեր ցանկացած падգամավորից իր պարտականությունը կատարելու ակնկալիք ունեն, հավաքվեն եւ իրենց մտադրության մասին հայտնեն, ոնց որ այսօր ես մենակ եմ եկել իմ ընկերների հետ, փոքր խմբով դա հայտնելու, կարողանք նաեւ մեծ խմբով։ Ձեր ասած տրամաբանական կապը հասկանանք, ձեր եւ Նարեկ Մալյանի ասածին։ Հիմա եթե Նարեկ Մալյանն ասում է, որ պետք է փողոցային ճնշում լինի, որպեսզի նաեւ ԿՊԱ-ականները գան Փաշինյանին անվստահություն հայտնելու դաշտ, համաձայնեն կողմ քվեարկա, ճիշտ եմ ասում։ Հիմա եթե դուք ասում եք, որ եկեք թող նախաձեռնեն, հետո փողոցային ճնշումը կլինի։ Հիմա փողոցային ճնշումը պետք է լինի նախաձեռնեն, թե նախաձեռնեն ու մեկ էլ պարզվի, որ չեն անում։ Այդ մարդիկ ինքնուրույն չեն եկել այդ դաշտ, չեն ուզում քվեարկել, ինչ է տանել։ Նարեկ Մալյանը իր ճեպազրույցում ասել է, չէ, որ մենք 10 օրյա խելամիտ ժամկետ ենք նախատեսել, որ падգամավորներն այդ որոշումը կայացնեն։
որոշումը կայացեցին, նախաձեռնեցին։ Դուք պետք է սպասեք ԿՊ-ի դիրքորոշումը, օրինակ ինքը պատասխան է կողմ քվեարկել թե ոչ, նոր որոշեք փողոցային ճնշումը բանեցնել։ Դուք հիմա ներկայացնում եք հիպոթետիկ վիճակներ եւ ուզում եք, որ ես ձեր տրամաբանությամբ ձևավորված հիպոթետիկ իրավիճակում կոնկրետ գործողության բան տամ, գնահատական տամ։ Ես կարող եմ գրած գալ, որ ԿՊ-ից ոչ մեկը կողմ չի քվեարկելու, առանց որևէ այլ հանգամանքների ներգործության, օրինակ։ Չէ, ես ճիշտ ասած այդ գործում ձեզ հետ գրած չեմ Ես գալու։ ես որպես մեկը կքվեարկի չասացի։ Հիմա լսեք, այդ որ ասում եք ԿՊ, ՄՊ, չէ, դուք արդեն տարակ ընդհանուր դաշտ։ Ես ասում եմ, կա падգամավոր։ Անհատ падգամավոր, ասեք ինձ հարազատ մարդ ասեմ, էլի, որ ասեք իմ համակուրսեցի։ Չէ, ինձ հարազատ Ալխազ Ղազարյանն է։ Շատ լավ։ Իմ համակուրսեցի Ալխազ Ղազարյան։ Հիմա մենք առիթ լնելուց պետք է Ալխազ Ղազարյանին ասենք, որ սիրելի Ալխազ, քեզ հրեշտակները չեն բերել մեր իրականություն, չէ՞։ Դու падգամավոր ես դարձել, որովհետև մարդիկ քաղաքացիները կողմ են քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, չէ՞։ Այդ կուրսի քեֆին դուք իրան ասացիք համարեք Մենք կուրսով քեֆ չենք արել։ Դուք չեք թողնում, ես արծերի պատահ։ Հիմա նկարեք հետ վերադարձնեք, հա, կարելի է։ Եկեք դուք Ասես լսում եմ ձեզ։ Ասում եմ Ալխազ Ղազարյանը հենց ինքս է հայտարարել, որ բացառում է, որ ԿՊ-ից որևէ մեկը այդ թվում եւ ինքը կմիանա այս գործը։ Շատ լավ, հիմա Ալխազ Ղազարյանը հավանաբար չի կարդացել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այն գրությունը, որտեղ որ մենք հիմա հասցեագրել ենք նաև Ալխազ Ղազարյանին, հիշատակված են սահմանադրության բոլոր այն հոդվածները, որոնք ենթադրում են Ալխազ Ղազարյանի որպես падգամավորի անհատական պատասխան։ Ալխազ Ղազարյանը հանրային ծառայող է հանրային ծառայության մասին օրենքով։ Նա զբաղեցնում է պետական պաշտոն եւ պարտավոր է կատարել իր պաշտոնի բխող գործողություններ։ Եվ ինքը չի կարող ասել, ես հրաժարվում եմ իմ պաշտոնական պարտականությունները կատարելուց, բայց ստանում եմ 1 միլիոն դրամ աշխատավարձ, իմ համար ապրում եմ բարեկեցի, ինքը պարտավոր է։ Հիմա եթե Ալխազ Ղազարյանին հեռացնելու կողմ Ինքը որպես հիմա այդ նամակում գրած է ինքը ինչա պարտավոր։ Ինքը պարտավոր է վերահսկել կառավարության գործունեությունը։ Ինքը պարտավոր է ապահովել, որ կառավարությունը իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնի իր կողմից որպես падգամավորի հավանության արժանացած կառավարության ծրագրի հիման վրա։ Եվ եթե կառավարությունը ծրագիրը, հա? Վերահսկումը հարց ու պատասխանին գալիս է, ինչպես մյուս ընդդիմադիրները։ Հույսը ձեր կուրսեցու վրա է։ Ես իր հետ չեմ խոսել, ես լսել եմ միայն հրապարակային։ Չէ, ես պայմանական օրինակ բերեցի, ասի որ անձնապես ճանաչում եմ, դրա համար եմ ասում։ Սա վերաբերում է, ես խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք։ 107 падգամավորներին առանց բացառ։ Սա դայք падգամ նամակի օրինակն է։ Ստեղ նշված չի իրանց խմբակցության պատկանելությունը, ստեղ խմբած չի, ասենք պարոն կամ տիկին, ստեղ գրված չի, ասենք իրանց զբաղեցրած, օրինակ Ալեն Սիմոնյանին մենք չենք գրում որպես ազգային ժողովի նախագահ, գրում ենք որպես ազգային ժողովի падգամավորի, մեկը հանձնաժողովի նախագահ։ Մեզ համար այստեղ կարևոր է 107 падգամավորի, հիմա պիտի 107 падգամավորներից ցանկացած մեկն ասի, որ կառավարության գործունեությունը համապատասխանում է իր ծրագրին։ Կամ ինքը անվստահություն է ցուցաբերում։